Հանրային ռադիոյի ուղիղ եթերում վերնատունն է, ես Նազելի Օհանյանն եմ, ողջույն սիրելի ռադիո լսողներ եւ YouTube-ի հետևորդներ։ Այսօր խոսելու ենք Կոմիտաս «Ես եմ» երաժշտական պարային դրամայի մասին, որի պրեմիերան սպասվում է առաջիկայում Կոմիտաս թանգարան ինստիտուտում։ Զրուցակիցներս ներկայացման հեղինակներն են երաժշտության հեղինակ, կոմպոզիտոր Մարտին Ուլիխանյան եւ ռեժիսոր Արսեն Խաչատրյան։ Ողջույն, շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար։ Նորից շնորհակալություն։ Նախ եկեք մեր զրույցը սկսենք թե ինչու Կոմիտաս եւ ինչու որոշեցիք անդրադառնալ Կոմիտասին։ Ամենից սկսվեց ինձանից, ես գրեցի ստեղծագործություն, երաժշտական ստեղծագործություն 44 օրյա պատերազմից հետո դա ինձ համար ուղղակի միջոց էր, որպեսզի իմ կուտակված էմոցիաները դուրս գան եւ թեման ընտրեցի Պարուշ Սևակյան լռելի զանգակատունը եւ գրեցի ստեղծագործություն դաշնամուրի եւ կլարնետի համար կարդում էի մի գլուխ եւ իսկույն տպավորված գրում էի այդ Այսինքն համապատասխան երաժշտություն։ Ենթավերնագրեր են, չէ, Սևակի մոտ 6 մաս է եւ ենթավերնագրեր են, այդ ամեն ենթավերնագիրը, որը 46 մաս է կազմում, եւ այդ էմոցիան, որը ստանում էի այդ հատվածից, միանգամից երաժշտության միջոցով փորձում էի արտահայտել եւ ի վերջո, երբ որ արդեն ունեցա ամբողջական ստեղծագործությունը, հասկացա, որ շատ լավ կլիներ, որ նա այն նաև ստանար վիզուալ ինչ որ լուծում եւ առաջի հերթին մտածեցի Արսենի մասին, այո, որի հետ մենք ընկերներ ենք եւ վաղուց իրար ճանաչում ենք եւ ես ուղղակի շատ եմ սիրում այն ինչ Արսենը անում է եւ հասկացա, որ Արսենը կարող է ինչ-որ հետաքրքիր բան առաջարկել։ Արսենը հետաքրքրվեց այս գաղափարով եւ կամաց սկսվեց մեր քննարկումները, համագործակցությունը, ինչ ձեւով դա կարելի է անել եւ ի վերջո հասանք այսօրվա, երբ որ արդեն պրեմիերան շուտով։ Իսկ ընդհանրապես թեմատիկ ինչպես տեսակ մոտ են ընդհանրապես անլռելի զանգակատունը եւ պատերազմը մեր օրերի։ Գիտեք, ես շատ չեմ մտածել այդ ուղղությամբ։ Հա, իհարկե մոտ է, բայց ես, այսինքն երաժշտությունը գրելուց իմ մոտ դա շատ էմոցիոնալ ուղղակի վերաբերմունք էր այդ ամեն ինչին, առանց դատելու եւ բնականաբար երաժշտությունը դա պարզապես չի արտացոլում այն ինչ որ այնտեղ գրված է, այդ դա էմոցիոնալ արտացոլում է եւ բնականաբար տարբերվում է այն նրանից ինչ որ գրել է Սևակը ի վերջո եւ ի վերջո դա Կոմիտասի կյանքն է, որը անկախ Սևակից Կոմիտասի կյանքի ուղին է, որը արտահայտվել է երաժշտության միջոցով եւ բնականաբար այնտեղ օգտագործվել են Կոմիտասի երաժշտության մոտիվներ։ Չկա ինչ որ ամփոփված թեմա, որը վերցրել եմ Կոմիտասից, բայց մոտիվները, որոնք որ կապված են այդ պահի իր զգացողությունների հետ, միշտ արկա են։ Մարտին, իսկ ընթերցելուց ինչ որ նոր Կոմիտաս ձեզ համար բացահայտեցիք, թե այդ այն կերպարներ, ինչը որ մենք գիտենք, օրինակ խորհրդային ժամանակներից։ Հա, գիտեք, մի քիչ դե բաներ կար, որ ես մի քիչ այլ կերպ էի պատկերացնում Կոմիտասին, համեմատած նրա ոնց գրել է Սևակը։ Բնականաբար դա էլ էր ազդում երաժշտական արդյունքի վրա։ Բնականաբար այդ Սովետ միության ժամանակաշրջանի հետքը կար այդ ստեղծագործության վրա եւ ես չեմ ուզում ինչ-որ գնահատական տամ դա լավ էր թե վատ էր, հարցը դրանում չի, ես նույնիսկ ասում եմ դա
էմոցիոնալ աշխատանք էր։ Բայց կարելի է ասել, որ ձեր տեսած կոմիտասի կերպարը այլ էր եւ նորովի մենք կարող ենք նաեւ կոմիտասին տեսնել այս ներկայացման մեջ։ Ինձ համար կոմիտասը իր երաժշտության մեջ է, այսինքն այն կոմիտասը, որ ես լսում եմ իր կոմիտասի երաժշտությունը եւ ոնց որ ես ընկալում եմ, դա է ինձ համար կոմիտասը։ Ես ասենք շատ չեմ ուսումնասիրել կոմիտասի կենսագրությունը եւ ասենք Սևակի պոեմի միջոցով ես տեսա Սևակի վերաբերմունքը այդ ամեն ինչին որպես ասենք պոետ ու դա ինձ թվում է նորմալ է որ տարբեր են ընկալումները տարբեր ոլորտի Շատ լավ։ Կուզեի Արսենը նույնպես ներգրավեր մեր զրույցին։ Եվ շատ կարևոր է թե այդ ներկայացումը հատկապես ինչ շեշտադրմամբ է դինելու եւ ինչպիսին է լինելու։ Իդեք եկեք սենց սկզբից գամ գործը որը գրել է Մարտինը գիտեի որ ոգեշնչված ալրելի զանգակատնից Սևակի գրված պոեմից ես կարդացի վերընթերցեցի ալրելի զանգակատունը դու լսեցի Մարտինի գրվածը դու մի անգամից հասկացա որ այդ ամեն ինչ որ ուսումնասիրում ես հետո վերջում պետքա պատկերի եւ գործողության միջոցով պետքա արտահայտվի այն իսկական սերը ոնց ասեմ այն որ ոչ թե սեր ուղակի ոնց ասեմ սիրում ես երաժշտության համար կամ իր որ գոյություն ունի կամ մի երկու կամ մարդկա մի քանի բան ուսումնասիրում հա ինչ լավն է սիրում է բայց այդ սերը ուզում ենք մի հատ sense բացահայտվեր ավելի շատ ես չգիտեմ այս 2 տարվա ընթացքում որ սկզբում ավելի пассив էր գնում փորձերը այս այդ շրջանում ինչքան բացահայտում ես այդքան այդ սերը ավելի սերը կոմիտասի հանդեպ գալով իր արածից այսինքն ավելի պատկերավոր էր դառնում մարդու կերպարը ավելի կարևորությունն է սկսում հասկանալ հետո պատասխանատվությունն է սկսում շատանալ հետո մեկ է հասկանում ես որ դու վերաբերվում ես իրան ոնց որ մարդու որը որ մի պահ դիմաց տա նստած, մի պահ կողք տա նստած, չգիտեմ, ինչ որ սկսում ես իր ներկայությունը զգալ, հետո ինչն է հետարքիր, որ դու նաև քո առօրյայի մեջ ես, նաև տարբեր իրավիճակներում դու մեկի հասկանում ես պարալելներ ես ստանում, հայմատականներ, զուգահեռներ ես ստանում, թե այ ինքը ինչ ռեակցիա կտար սրա վրա։ Հետո հասկանում ես մի բան կարծում ես, վայ 100 տարի առաջ փաստորեն այս մարդը նույն այդ նյարդի վրա է ինքը կենտրոնացել, բայց հավատացեք նույն կարելի ասել այն որ մի քիչ մարդկանց շորերն են փոխվել, մի քիչ սլենգն է փոխվել, մեկ էլ մի քիչ ինֆորմացիայի քանակն է փոխվել։ Բայց ընդհանուր պատկերը ցավոք սրտի այն որ հիմա չենք խոսում, շատ չենք ծավալվում, բայց ընդհանուր պատկերը նույնն է, թե ինչի համար այդ մարդը անհանգիստ է եղել, ինչի համար պայքարել է, ինչի համար իր սենյակից դուրս չի եկել աշխատել է, ոնց ասեմ Այն որ հայմատենք կոմիտասին, ենթադրենք ժամանակակից ինչ-որ կերպարի հետ, ում հետ կհամեմատենք, ինչ կերպարի հետ կարելի էր հայմատել ձեր կարծիքով։ Դժվար է ասել, գուցե մեր բոլորի հետ, հավաքական կերպարի հետ, գուցե վերցնենք մի արտիստի, ենթադրենք, մի արտիստի, որը գործունեություն է ծավալում այսօր Իսկ ինքը վառ կերպար էր, պատեր քանդող կերպար էր։ Հետո շատ կարևոր։ Կան այդպիսի մարդիկ հիմա, կան այդպիսի անձնավորություններ, այդպես վառ, պատեր քանդող։ Տենց այդ մասշտաբի չէ, բայց եթե հիմա չկան, բայց պատրաստվում են իմ կարծիքով այդ մարդը կգա, այդ բնական պահանջ է, ոնց է բնության օրենքի մեջ է մտնում կարծում եմ, որ տենց մարդ պիտի ինչ որ ժամանակ առ ժամանակ գա հավասարակշռություն պահելու համար։ Հետաքրքիր է, ասենք կոմիտասի մասին խոսելով մենք կարող ենք խոսել մեր արդի խնդիրների մասին նաև, հենց կոմիտասով։ Անպայման։ Իմ կարծիքով եթե կոմիտասին իրոք ուսումնասիրվի, որ ծրագիր լինի, որ եւ դպրոցներում եւ չգիտեմ ինչ որ ծրագրեր որ իրոք շատ բայց լուրջ կենտրոնացած հասկանալ ոնց ներկայացնել որովհետեւ այսօրվա մեր խնդիրը իմ կարծիքով մեծ խնդիրը երբեմն նաեւ քանդող
որ ինչն է, որ երբեմն չէ, հենց քանդող, որ մենք սխալ ենք ներկայացնում։ Ես դպրոցում ինձ սխալ են ներկայացրել ով է Կոմիտասը։ Հետո եմ ես հասկացել, ես մտածում ասում եմ, կարող ես եմ դմբո։ Ես եմ չեմ հասկացել։ Իսկ լավ ով է Կոմիտասը ըստ ձեզ։ Չէ, հիմա ասենց եթերը չի հերիքի, որ խոսենք երկու բառով էլ կդժվարանամ ես սիրուն ճիշտ ներկայացնել։ Կոմիտասին ճիշտն է, մենք չգիտեմ, ես նաև Մարտինը մեր այն թարմ վերաբերմունքն ենք ուզում վերացնել Կոմիտասի հանդեպ։ Այսինքն այդ փոշին մի հատ մաքրենք, որովհետև այսօր ասում են Կոմիտաս շատ երիտասարդներ իմ ծանոթների մեջ էլ բոլորը պատկերացնում են տառապող հոգևորականի կերպար, որը ամեն ապրիլի 24-ին Ձեռնակապերտ գնալու այդ ճանապարհին լսում են այդ Լուսինե Զաքարյանի ձայնով, շատ սիրուն ձայնով Կոմիտասի երաժշտությունը։ Շատերի համար այդ ողբն է, բայց Կոմիտասը լուսավոր մարդ է։ Մենք ամենաառաջին բանը, որ իմ կարծիքով պետք է հասկանանք, որ Կոմիտասը լույս է, լուսավոր մարդ է։ Շատ լավ, Մարտին, դուք համարում եք ձեր արվեստը որպես կոմպոզիտոր Կոմիտասի ավանդույթի հաջորդող, այսինքն կրող, շարունակող։ Գիտեք, Կոմիտասը շատ ուրույն կոմպոզիտոր է եղել, շատ ուրույն, շատ յուրահատուկ։ Նրա մեջ չկա պաթոս ընդհանրապես նրա երաժշտության մեջ, որը ասենք մեր հայ կոմպոզիտորական արվեստի մեջ շատ դժվար է գտնել։ Դե նույնը բանաստեղծությունների մեջ կարելի ասել, չկա ոչ մի չես տեսնում տեղական ազդեցություն, քիչ ես տեսնում, ավելի միջազգային համաշխարհային, այո։ Կներես։ Հա, ու այդ պատճառով ինքը իսկապես ինձ համար մի յուրահատուկ տեղ է զբաղեցնում եւ ես ուղղակի շատ եմ սիրում իր երաժշտությունը, շատ սիրում եմ։ Բայց կա ազդեցություններ։ Ազդեցությունը բնականաբար կա, հիմա այսինքն եթե Կոմիտասի մասին եմ գրում, ոչ ուղղակի, թեկուզ անուղղակի կերպով։ Գիտեք ոնց է, ես տարբեր ժանրերում ստեղծագործող երաժիշտ եմ եւ ամեն ինչ գալիս է թեմայից, այսինքն եթե ես խոսում եմ Կոմիտասի մասին, ես մտնում եմ իր աուրայի մեջ, այսպես ասած, եւ բնականաբար երաժշտական առումով էլ մտնում եմ այդ հոսքի մեջ։ Բնականաբար դաշնամուրային ֆակտուրան ձգտում է դեպի Կոմիտաս, այսինքն կլարնետը կարող է ձգտի դեպի սրինգ։ Մի խոսքով դա կոնկրետ այս ստեղծագործության հետ է կապված։ Եվ կոմպոզիտորական արվեստը հիմա մի քիչ արդեն կրիզիսի մեջ է, որ ճիշտ ասենք ես գտնում եմ, որ արդեն կոմպոզիտոր որպես այդպեսին եթե կար մի 100 տարի առաջ, արդեն էլ գոյություն չունի։ Ինչու՞։ Արդեն կոմպոզիտորը դարել է прикладной, ոնց է։ Այսինքն որը ծառայում է ինչ որ գաղափարի, ֆիլմի համար, ներկայացման համար, եթե անգամ երաժշտություն։ Այսինքն պիտի պատվեր լինի, որ այո, հստակ ասենք, այո, եթե քեզ պատվիրում են ինչ որ, ասենք, նվագախումբ որ պատվիրում են, նրանք ինչ որ կոնցեպտ են առաջարկում, որի մեջ դու պետքա տեղավորվես։ Հիմնականում դա այդպես է ու չկա այն հիմքը, այն էությունը, որ կար որպես կոմպոզիտոր, որպես երևույթ, ոնց որ առաջ էր։ Հիմա մենք չունենք այդպիսի կոմպոզիտորներ, ինչպես ունեինք 100 տարի առաջ։ Այսինքն այդպիսի դեմքեր էլ չեն ծնվում ու դա շատ նորմալ է, ես համարում գտնում եմ, որ դա շատ նորմալ է, բայց դա չի նշանակում, որ պետք է այլևս չզբաղվել այդ գործով։ Ուղղակի արդեն շատ է բազմաշերտ դարել երաժշտական ընկալումը, երաժշտական հիմքերը եւ այլը։ Դրա համար ես ասում եմ, որ ես ստեղծագործում եմ տարբեր ուղիներով, շատ եմ անում մշակումներ, որը էլի ստեղծագործություն է, որը բոլոր կոմպոզիտորները արել են մշակումներ, բայց հիմա այնպես է, որ այնքան բազմատեսակ է երաժշտությունը, որ կոմպոզիտորը պետք է մտածի տարբեր ուղղություններով եւ գտնի հետաքրքիրը, այսինքն իր էությունը կարողանա արտահայտել։ Ուցե ներկայանալի ավելի լինի, հա, Չէ, ուղղակի սա ինձ դա շատ սուբյեկտիվ է, գիտեք, ասենք մեկը ինչ որ մեկի համար ասենք
երաժշտությունը դա զուտ բիզնես է, բիզնես կարող է լինել, մեկը կարող է ուղղակի տանը նստի իր համար գրի ու էջ չհետարքրի թե ինչ եւ այլը։ Ինձ համար անձամբ ինձ համար, երբ որ ես իմ երաժշտությունն եմ գրում եւ սա այդ դեպքն է, այսինքն եթե ես չեմ անում ինչ որ մեկի պատվեր, այս անում եմ ինչ որ ես եմ ուզում անել, դա ինձ համար ասենք չհնչի դա ինչ որ պաթետիկ ձևով, բայց աղոթքի պես բան է, էլի, այսինքն ես ինչ որ ձևով ուղղակի ոնց որ ինչ որ ես կրոնական շատ մարդ չեմ, բայց ոնց որ դեպի Աստված հաղորդակցվելու ինչ որ մի հատ ինչ որ միջոց ոնց որ լինի, էլի։ Շատ լավ։ Խոսեցինք, որ ճգնաժամ կա առհասարակ կոմպոզիտորական արվեստի մեջ, ես կարծում եմ, որ այդ ճգնաժամը բոլոր արվեստներին են, այո, թատրոնին նույնպես, ու թերևս դա է պատճառը, որ այս ներկայացման մեջ եւ կա երաժշտություն, եւ շարժում, եւ տեքստ, եւ վիզուալ մոտեցում, չէ՞։ Դուք փորձել եք այսպես մեծացնել ավելի ներկայացման տարածությունը եւ ավելի ներկայանալի դարձնել։ Գիտեք ինչ, սկզբում Մարտինը որ զանգեց, խոսեցինք, շփվեցինք, սկզբնական մտահղացումը, ներկայացումը սարքելու էր, որ լինենք փոքր կամերային ժանրի մեջ, ձևաչափի մեջ, ավելի ճիշտ, ու տենց գնանք առաջ, կամերային ձևաչափի մեջ։ Իսկ հիմա ոնց որ երևակայելու, ինչքան երևակայում, ինչքան աշխատվում, ինչքան ուսումնասիրվում էր, մի տեսակ կարիք էր լինում այդ էլի կամերային, բայց մի քիչ մեծացնելու, մի քիչ բարդացնելու մեր գործը։ Սենց ասեմ, եթե սկզբի մտահղացմամբ գնայինք, ավելի հեշտ կլիներ մեր գործը, բայց քանի որ մենք սիրում ենք բարդացնել մեր գործը լավ արդյունքի համար, դրա համար բարդացրեցինք, արեցինք, ավելի մեծացրեցինք, մտահղացման մեջ մտավ արդեն վիզուալներ մտան, մտահղացման մեջ արդեն մտավ տեքստ, օրինակ նշենք, որ ներկայացման մեջ գլխավոր դերում եւ խորեոգրաֆիան Կարեն Խաչատրյանն է, Մջախաղի պետական թատրոնի առաջատար դերասաններից մեկը եւ իմ հարազատ եղբայրը, այս ասեմ, եւ տեքստի եւ դիտորդի ներկայացման մեջ դիտորդին ուսումնասիրողի կերպարն էլ խաղա Մինա Սասարյանը, դերասան եւ երգիչ, շատ տաղանդավոր տղաներ են երկուսն էլ, ու տենց, հա, վիզուալները, եթե դեմ չեք շեշտեմ, Արտուրն է Բաբլոյան եւ նկարչուհին Ալինա Ալեքսանյան, սենց թիմ ենք կազմել, ազնիվ աշխատում ենք, հուսանք մեր ուզածին մինչև ամսի 28-ը կհասնենք, որտեղ ծավալը շատ է, անելիքները շատ են, այ հիմա էլ որ ստեղ են գտնում մեր գործից ենք խլել եկել։ Չէ, խնդիրը ես այլ բան էի ուզում ձեզնից լսել։ Ես ուզում էի դուք բացատրեք, թե ինչու է այսօր ժամանակակից ներկայացումը ընտրում այդպիսի մեծ դիապազոն, այսինքն այլ արվեստի այլ ճյուղեր նույնպես ներառում է։ Սենց ասեմ, որովհետև ակնհայտ է այսօր ինֆորմացիան առհասարակ մեծացել է ու ամեն առումով ականջին հասնող ինֆորմացիան, աչքին հասնող ինֆորմացիան երկուսն էլ շատ են։ Մեր հանդիսատեսը առհասարակ մարդիկ արդեն ուրիշ ոնց որ գերդոզավորված լինեն ինֆորմացիայի։ Հետևաբար դու շատ կարևոր է իմ կարծով ստեղծագործողի ռեժիսորի գործը այդ հանդիսատես եւ բեմում կատարվելիքը ճիշտ ներդաշնակորեն բերել կապել։ Այն բանը, որ դու կարող ես 15 տարի առաջ անել ու դա լիներ հետաքրքիր, այսօր պիտի մի քիչ հասկանաս, էլի ինքը կարա լինի հետաքրքիր իսկական ճիշտ, բայց ոնց որ ամեն ժամանակ իր պահանջները ունի, կարծում եմ այդ ժամանակի մեջ պիտի փորձես կառուցել, հաշվի առնելով ասում եմ, թե ինչ ինֆորմացիայի Եկեք նաև ձեր համագործակցության մասին խոսենք, թե արդյոք դուք միմյանց կարողանում եք ճիշտ ընկալել, միմյանց գործը ճիշտ հասկանալ, այսինքն հասկանալ եւ գնահատել այն ինչ որ արել է Մարտինը, այսինքն դրա մասին չենք խոսում, Մարտինը, որովհետեւ միշտ չի որ ստացվում է այդ համագործակցությունները փորձի ժամանակ նստած են կոմիտասիտում թանգարանում, մեկ էլ ես նստած ասում Մարտին, գիտես ինչ հետաքրքիր բան կա, որ այնքան է այս երաժշտությունը ես լսել, որ երբեմն մոռանում եմ, որ դու ես գրել։ Ոնց ասեմ, հավատաց, երբեմն մոռանում եմ ու
շատ սիրուն գործագրեմ Մարտինը, շատ սիրուն են, որ շատ նուրբ վերաբերմունք ունի, իրոք են, որ ամեն մարդու հասուչի այդ շնորհքը։ Շատ կարևոր է, որպեսզի այդ vocation-ը փոխադարձ լինի եւ ձեր Մարտինի երաժշտությունից ու նաեւ ձեր արած գործից։ Դա դուք ամսի 28-ին հրավիրված եք։ Այո, շնորհակալություն։ Համեցեք, տեսեք ու ներկայացման վերջում եկեք խոսենք դրա մասին ձեր տպավորությունների։ Հա, ես էլ մի երկու բառ ասեմ ուրեմն Արսենի հետ համագործակցության մասին։ Կոմպոզիտորի գործը ինչպիսին է։ Մենք նստում ենք այսօր ասենք առաջ թղթի դիմաց, այսօր կոմպյուտերի դիմաց եւ սկսում ենք աշխատել ինքներս այո ոնց որ մեզանով այդ թեմայի մեջ մտնելով եւ երբ մենք սկսեցինք Արսենի հետ բեմադրությունը ինձ համար ոնց որ մի ուրիշ աշխարհ բացվեց որ ես երբեք այսինքն ես գրել եմ թատրոնի համար երաժշտություն բայց դա եղել է այսինքն 2 րոպե այս տեսակի երաժշտություն գրեցի տվեցի 2 րոպե այս տեսակի հա Ստեղ մենք դե ես նաև կատարող եմ, ես նվագում եմ կլարնետի պարտիան եւ Լիլիթ Զաքարյանը հիանալի դաշնակահարին ուրեմն դաշնամուրի պարտիան է կատարում ու փորձերի ընթացքում ես հասկանում եմ ինչա կատարվում, այսինքն ես այդ թատրոնի մեջ որպես այսպես ասած դերասան ես որ ապրում եմ ու դա նույնն էլ ասեց դաշնակահարը երեք փորձից հետո ինձ դա ոնց որ մի ուրիշ աշխարհ է բացվում ու ես միտք ունեմ ու Արսենին առաջարկել եմ ասել եմ Արսեն ջան արի մի հատ ներկայացում բեմադրենք ես ոչ թե իմ ստուդիայում նստեմ աշխատեմ ես իմ կոմպյուտերս իմ ստեղնաշարը բերեմ դուք փորձ արեք ես ներկայացման երաժշտությունս գրեմ փորձի ընթացքում տեսնենք ինչ կստացվի հետաքրքիր իմպրովիզացիա մի խոսքով ես շատ ոգևորված եմ Արսենի աշխատանքից շատ այսինքն դա չէ գովալու համար չէ իսկապես ինչ որ sense նոր շունչ մտավ իմ կյանքի մեջ ասենք որ դա համար ես հույսով եմ որ մեր մոտ ինչ որ ավելի էլի հետաքրքիր բաներ կսպասվեն առաջիկայում Այստեղ թատրոնը նույնպես փոխում է իր դեմքը, թատրոնը նույնպես նոր առաջարկներ է անում, այս ձևով, այս ձևաչափով։ Օրինակ տեսնում եք այդպիսի զարգացումներ հետագայում։ Այդպիսի զարգացում համագործակցության։ Այդպիսի համագործակցության։ Իհարկե։ Մենք իրականում Մարտինի հետ տարիներ առաջ խոսել ենք մի մտահղացման մասին ներկայացում անելու musical երաժշտական ներկայացում, որտեղ կլինի եւ խաղարկային, եւ կլինի երգեցողություն, եւ կլինի խաղ, եւ բար։ Իսկ երաժշտական ներկայացում հենց musical ժանրի մեջ։ Դրա մասին հետո հենց բորբոքենք այդ իդեան կանենք անդրադառնանք։ Ես նաև ուզում եմ հարցնել, թե գիտեմ, որ ներկայացումը նվիրված է Սևակի եւ Վալենտին Պատմամոգովի ծննդյան 100-ամյակներին։ Ու չեմ հասկանում, թե այդ երկուսը ինչպես են այստեղ իրար հետ խոսում, այսպես ասած խոսում, որովհետև շատ տարբեր ոլորտի եւ շատ տարբեր ձեռագրերի էսթետիկայի մարդիկ են։ Դե ես ճիշտ ասած ես չի ասի որ շատ տարբեր է Վալենտին Պատմամոգովը իր կյանքը նվիրել է հենց հայ այսինքն Հայաստանին հայ մշակույթին եւ այդ ցավը ամբողջ այդ ցավը իր կտավների մեջ է այստեղ կոնկրետ խոսքը գնում է Ռեքվիեմ կտավի մասին որ այդ միտքը ինձ առաջարկեց Տիկին Արմինե Ղազարյանը ժամանակակից արվեստի թանգարանի փոխտնօրենը կարծեմ հա ու ինքը որ իմացա որ այսպեսի ներկայացում են ասում է ես ուզում եմ այս կտավը որ ցուցադրվի ինչ որ ուրույն ձևով նամանավանդ որ Պատմամոգովի 100-ամյակն է ասեց արի միասի ինչ որ ձևով համատեղենք այդ ամեն ինչը եւ իրենք պատրաստում են անիմացիա որը ցուցադրվելու է Բաքվում, Կոմիտաստուն թանգարանի Բաքվում, բացօթյա գեղեցիկ ուրեմն անիմացիոն ինստալյացիա են պատրաստում եւ նաեւ իմ ալբոմը, այսպես ասած, Զայնասկավրակի ռելիզը, շնորհանդեսը, այո, նաեւ լինելու է այդ օրը վիրտուալ այս հիմա դեռ չենք հասցնում ռեալ CD-նանենք, դեռ վիրտուալ տարբերակով ուրեմն եւ
շապիկը լինելու է հենց պատմամոգովի այդ զանգը, այդ կենտրոնական զանգը որ կա, այո, այդ պիսով դա պատմամոգովն էլ կապված է մեր միջոցառմանը։ Դուք հավելելու ինչ որ բան ունեք կապված պատմամոգովի եւ Սևակի հետ։ Սևակի հետ կապված, կարող ես հիմա կոնկրետ ներկայացման հետ հատվածի վրա եմ կենտրոնացած, Սևակի հետ կապված ասեմ, որ ներկայացման մեջ մենք չնայած որ ներկայացումը անդրելի իմ բեմադրած անդրելի զանգակատան հետ կապ ունի այնքանով, որ ես օգտագործել եմ երկու հատված, այսինքն ոգեշնչված չի զանգակատնից ոնց որ երաժշտությունը, ես ավելի շատ ոգեշնչվել եմ Կոմիտասի կյանքից եւ Մարտինի գրած երաժշտությունից եւ հաշվի առնելով անպայման, որ Մարտինը ոգեշնչված է եղել անդրելի զանգակատնից եւ օգտագործել ենք երկու հատված, օգտագործել ենք պատմամոգովի հետ հավելելու բան չունեմ, որտեղ պայմանավորվածությունները Մարտինին են եղել, բայց շատ գնահատում եմ պատմամոգովի ստեղծագործությունները, առասարակ իր որպես մշակույթի գործիչ մեծ դեր է ունեցել։ Ներկայացման հետ կապված մի բան էլ ասեմ, եթե կարելի է, բացի Սևակի անդրելի զանգակատնից հատվածներից օգտագործել ենք նաև հենց Կոմիտասի բանաստեղծությունները։ Այդքան։ Լավ, շատ կարևոր է վերադառնալով ներկայացմանը, շատ կարևոր է հասկանալ, տեսեք դուք ձեր խոսքում ասացիք, որ մենք ուզում ենք Կոմիտասին տեսնել որպես լուսավոր կերպար, դա շատ կարևոր է, բայց ամեն դեպքում անլրելի զանգակատունը խոսում է ցեղասպանության մասին։ Ինչպես խոսել այդ մասին եւ մնալ լուսավոր տիրույթում, լուսավորի տիրույթում, այսպես ասած, եւ չդառնանալ։ Չդառնանալ, չէ, դառնանալը ամեն դեպքում, որտեվ պատմությունը նենցնա, որ դառնանալու տեղ կա։ Բայց մենք ամեն ես որպես ռեժիսոր փորձել եմ իր այդ մարդ Կոմիտասին, այդ Կոմիտասը ինքը իր հետ մենակ ժամանակ իր սենյակում Կոմիտասը փորձել ենք երևակայենք, ոնց կլիներ Կոմիտաս, այսինքն հիմնվելով ինչ որ դետեկտիվի գործ ենք արել, էլի, ասենց ասել, որ իր անձը այստեղ շատ կապված է ցեղասպանության հետ։ Ինչ ասեցի, բայց ներկայացան մի հատվածում ենք մենք, վերջին հատվածում ենք մենք ցույց տալիս այդ ցեղասպանության եւ ցեղասպանության հետևանքների իր կյանքում, հա, մասին։ Իսկ ներկայացման առաջին հատվածը մինչև ցեղասպանության մասին լուրը մենք ցույց ենք տալիս Կոմիտասի ծնունդից, որպես հենց իմ ասած այդ լույսը, նաև դերակատարներից մեկն է լույսը հենց։ Այսինքն մենք ունենք երրորդ պերսոնաժ, որը որ լույսն է լինելու, որը որ որպես խորհրդանիշ, որպես մի գծով Կոմիտասի հետ ներկայացման ընթացքում գնալու է։ Ավարտը լուսավոր է լինելու։ Ավարտը չեմ ասի ոնց է լինելու։ Չէ, ամսի 28-ին համեցեք։ Մարտին, իսկ ձեր ստեղծագործությունը, զուտ երաժշտական ստեղծագործությունը, տեսեք, ասացիք, որ դուք դա գրել եք 44 օրյա պատերազմից հետո եւ այդտեղից եկած ներշնչումներ, այդտեղից եկած տրամադրություններ կան ամեն դեպքում ստեղծագործության մեջ, որտեղ է այդ լուսավորը, ամեն դեպքում կա 44 օրյա պատերազմ, կա լրելի զանգակատուն, որը ցեղասպանության մասին է խոսում, կա ինչ որ մի լուսավոր կետ, որին համար պիտի մենք գանք նայենք այս ներկայացումը կամ լսենք երաժշտությունը։ Գիտեք, դժվար հարց եք տալիս, դժվարանում եմ ձևակերպել, իսկապես եթե տրամաբանությանը նայենք, ասենք 44 օրվա պատերազմից հետո, ասենք որպեսզի ես մի քիչ, ասենք ավելի ինձ լավը զգամ, ինչ որ ուրիշ թեմա պետքա վերցնեի, չէ, ավելի ասենք չգիտեմ, թեթև ավելի որ ցրի իմ մտքերը, ճիշտ է, բայց ես ասենք վերցնում եմ այս գործը, որը օրենքով պետք է ավելի ուժեղացնի այդ ցավը եւ այլը, բայց չգիտեմ, միգուցե այդ բախումից ինչ որ մի ուրիշ բան է դուրս գալիս։ Ինձ թվում է, որովհետև ես
իմ ներքին ցանկությունների հետևից եմ գնում, իմ ներքին ոնց որ ներքին պահանջներ, որ ես չեմ կարող բացատրել ինչ-որ տրամաբանական ձևով։ Իսկ այդ ներքին պահանջը ո՞րն է։ Մեր դառը տրամադրությունները ավելի դառնացնել, թե ընդհակառակը գնալ դեպի Մենք ուղղակի եք ինչա թատրոնը արվեստ առհասարակ ինչ է անում։ Ինչ որ միջոցով մարդուն հրում է դեպի մտածելը։ Ինչ որ որտեղ մարդ սովորա մտածել մի կերպ, վերջ, հա։ Չէ։ Ինչ որ մի կերպ մտածել ինչ որ մի կերպ, բայց դու քո արվեստի միջոցով առաջարկում ես մի ուրիշ վերաբերմունք, մի ուրիշ հայացք այդ նյութին, այդ ինչ որ միտքը, նյութը ինչա։ Մեր խնդիրը այն է, որ մենք առաջարկենք մի նայելու ձև Կոմիտասին, որը մենք աշխատել ենք, մենք երևակայել ենք, ուսումնասիրել ենք ու կարևորը սիրով արել ենք։ Շատ լավ, թերևս այսքանը ավարտվեց մեր զրույցը։ Մենք ռադիոլսողին տեղեկացնենք, որ Կոմիտաս Թանգարան ինստիտուտում Կոմիտաս SLSM երաժշտական պարային դրաման տեղի կունենա մարտի 28-ին ժամը 8-ին, չէ՞, երեկոյան, եւ այսքանը թերևս, եթե հավելելու որևէ բան ունեք։ Չէ, շատ շնորհակալ եմ հավելյանը, շատ հաճելի էր շփվել ձեզ հետ։ Սիրելի ռադիոլսող, իմ հյուրերն այսօր ներկայացման հեղինակներն էին երաժշտության հեղինակ, կոմպոզիտոր Մարտին Ուրիխանյան եւ ռեժիսոր Արսեն Խաչատրյան։ Զրույցը վարեց Նազելի Օհանյանը։